Ցավոք, այսօր հասել ենք մի հանգրմանի, որտեղ ինքնությունն է հարցականի տակ դրված։ Մեր պատմության վերանայումն է հարցականի տակ դրված։ Հետևաբար իսկապես իրավացիորեն ասում ենք, որ սա ճակատագրական ընտրություններ են։ Եվ դուք գիտեք, որ վերջերս բավականին հաճախ մի կուսակցություն, որ ամենաշատ պատերազմն է բերել մեր ժողովրդին, խոսում է, որ եթե հանկարծ իրենք չընտրվեն, կարող է պատերազմ լինի։ Պատերազմի միագլուխ կուսակցություն ՔՊ-ն համարձակվում է որևէ այլ ուժի մեղադրել պատերազմ լինելու մեջ, ինչը ուղղակի եզակի ցինիզմ է, հատկապես մեր ուժին, ում առաջնորդի ժամանակահատվածում, պարոն նախագահի առաջնորդության ժամանակահատվածում ընդհանրապես պատերազմներ չեն եղել։ Այսօր ինչ են ասում, եկեք մեզ քվեարկեք, որ խաղաղություն լինի, ամիսներ հետո գալու են ասել, այ հիմա իրոք գնանք սահմանադրությունը փոխենք, անկախության հռչակագիրը հանենք նախաբանից, այդ ժամանակ իրոք խաղաղություն կգա։ Իսկ ինչ է մեծ հաշվով իրականության մեջ ինչ է տեղ ունենում։ Հպատակեցում Ալիևի բոլոր պահանջների անխտիր բավարարում։